Ինչ է նշանակում ուժեղ երկիր ունենալ։ Ինչ ենք ընդհանրապես մենք բերելու Արթիկի համայնքի համար։ Արթիկում ապրում է 50,000 մարդ։ Ժամանակին արդյունաբերական կենտրոն էր։ Արթիկ ասելով Հայաստանում բոլորը պատկերացնում են շինանյութերի կենտրոնը Հայաստանի, շինարարական հումքի կենտրոնը։ Այսօր յուրաքանչյուր համայնքում տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել։ Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է։ Բոլոր տեղերը նույն վիճակն է։ Դուք թողնում եք համայնքը, գնում եք, որովհետև աշխատանք այստեղ չկա։ Ինչու չկա աշխատանք Հայաստանում։ Ով պետք է ստեղծի այդ աշխատանքը։ Եկեք նայենք, թե ովքեր են մեզ կառավարում, կարող են իրենք աշխատանք ստեղծել, թե չէ։ Մեր երկրի ղեկավարը, մինչև երկրի ղեկավար դառնալը ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է։ Նա չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծի, իր թիմի մեջ լավ միջավայր ստեղծի։ Ինչպես է 100,000-ավոր հայերի աշխատանքով ապահովելու։ Ով է այն մարդը, ով այսօր պետք է գա Հայաստանին առաջնորդելու։ Այդ մարդը մեր պես, ձեր պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել։ Հիշել է իր հայրենի համայնքը եւ հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին։ Արթիկում բազմաթիվ են, յուղերում բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս հաջողության են հասել եւ բոլորն է սիրով հիշում են հայրենիքը ու ուզում են վերադառնալ, ես կարող եմ վստահ ասել բոլորի հետ Հայաստանից դուրս ես շփվել եմ, բոլորն է կարոտով են, բայց չեն կարողանա։ Գան այստեղ, որ այստեղ աշխատանք չկա, ինչ անեն։ Ինչն է մեր ծրագիրը։ Առաջի բանը Հայաստանի բոլոր համայնքների համար ընտրվելու է զարգացման ծրագիր։ Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակմամբ, մի համայնքը զբաղվելու է պղնձի վերամշակմամբ։ Արթիկը որպես հայկական շինանյութի կենտրոն տուֆից բռնած բոլոր շինանյութերի արտադրությունը։ Մենք տարեկան ներմուծում ենք $500 միլիոն շինանյութ, կերամիկա, որի կավը այստեղ կա։ Գիտեմ, որ Փանիկի շրջակայքում դուք ունեք կավի հանքեր այստեղ մենք։ Ամեն ինչ կա Հայաստանում տասնյակ հարյուրավոր միլիոնների ներմուծվում է այստեղ։ Փոխանակ Հայաստանում արտադրվի։ Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում ծրագիր է առաջարկվելու։ Արթիկի համար առանձին ծրագիր, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան եւ աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։ Կարող ենք մենք էլ բերենք մի քանի փողոց ռեմոնտ անենք, մի քանի հոգու վրա գորգորանք, ասենք Ժորժ ջան, ձեզ նենց ենք սիրում, տեսեք այն մարդկանց վրա ոնց գորգորացինք։ Բայց մեր ու ձեր կյանքը դրանից չի փոխվելու։ Փոխվում է կյանքը այն ժամանակ, երբ կա աշխատատեղ 7,000 մարդ Արթիկ խոշորացված համայնքում գործ չունի այս պահին ու գնում է Հայաստանից դուրս 7,000 մարդ։ Պատկերացեք ինչ մեծ նշաձող ունենք մենք անելու։ Ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը, նաև այս համայնքի համար։ Սա մեր առաջարկն է։ Հանգիստ նորմալ փոխենք մեր երկիրը կամ դատարկվելու է ժողովուրդ։ Սա բոլոր համայնքներում նույն օրինակն է լինելու։ 900 դպրոցներից Հայաստանի 200-ը փակվում է։ Յուղեր կան, 200 դպրոց չի ունենալու, գնացել են արդեն։ Մենք եթե հիմա բան չփոխեցինք, գնալու են սա։ Երիտասարդ ծերունդը շատ երիտասարդներ եմ այստեղ տեսնում։ Գնալու է, Երևանա գնալու, Հայաստանից դուրս է գնալու, չի մնալու, եթե չկա աշխատատեղ։ Իսկ Հայաստանում ամենաշատ աշխատատեղ ստեղծել է Սամվել Կարապետյանը, հայկական ամենամեծ ընկերության ստեղծողը։ Մարդկանց չենք ուզում անուն դնենք, չենք ուզում ամբողջ օրը կռիվների մեջ լինենք իրանց պես ու մոռանանք ժողովրդին։ Մեր փոփոխությունները վերաբերվելու են անհատին, անհատի գրպանին, անհատի ընտանիքի բարեկեցությանը։ Մեծ աշխատանք կա անելու։ Իսկ ինչա լինելու այլընտրանքը մեր։ Ինչ վտանգի առաջ ենք մենք կանգնած, որի համար այսքան մարդիկ պայքարում են, մեկին տանում են, նույն օրը թողում են, մեկին ամբողջ օրը process-ի մեջ են, շատ մարդկանց աշխատանքի խնդիրներ են ստեղծում։ Ինչու են այդ մարդիկ
կպել, ինչու ենք բոլորս այստեղ կպել այս պայքարին, որ պայքարենք։ Ասեմ ինչու։ Որովհետև մենք ունենք երկու այլ ընտրանք։ Մեկ, ստեղծում ենք աշխատատեղեր, հզորացնում ենք մեր երկիրը, լուրջ հարաբերություններ ենք ստեղծում կողքի երկրների հետ, երկրորդ, ծնկում ենք ու լսում ենք իրանց։ Պարտված ղեկավարի աչքը վախացրել են իրանք։ Էլ ինքը չի կարողանում իրանց մերժի։ Ինքը հասկացել է, որ իր հետ չի կարողանում պայմանավորվի։ Եկել է ժողովրդին համոզում։ Նրան չի կարում համոզի։ Եկել մեզ համոզում, ասում է ոչինչ։ Հեսա կասի 1000 հոգի է։ Տեսեք 2 հոգու էլ կգտնի, կասի իրանք էլ ընկեր են եղել ժամանակին։ Հետո 5000 հոգի կգա, հետո 10000, 15000։ Տենց է Նախիջևանը դառը Նախիջևան։ 80-100 տարի առաջ Նախիջևանում բնակչության մեծ մասը հայ է եղել։ Սենց եկել են իբր ընկերություն են արել, բան են արել, վերջում մի օր զարթնել ենք, տեսել ենք մսկիթն է, մենք էլ փոքրամասնություն ենք։ Մեզ պետք չի իրանց հետ հակամարտություն։ Մեզ պետք է կանգնեցնել իրանց պահանջները, կառուցել ուժեղ երկիր, որ համայնքներում բնակչությունը աճի։ Ու եթե բոլորով էդի արեցինք, մի օր գալու ենք այստեղ, տեսնելու ենք շինանյութերի գործարանները այստեղ։ Ես հանելու եմ, եսի կարդամ ասեմ, հիշում եք ժողովուրդ ինչ օրեր էր։